Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի ոգիների հանգստության համար Վանաձորում հոգեհանգստի կարգ մատուցվեց։ Ներկաները կատարվածի շուրջ իրենց կարծիքներն արտահայտեցին։ Մշակույթի վաստակավոր գործիչ Ջիվան Սարգսյան. Մեր ցավն է, ողջում ենք մենք ինչքան կարող են լույս տանք աշխարհին, որ իրոք ընտանիք ենք, որ այս գիտակցությունը իշխի եւ մենք իրոք ընտանիքի անդամի սիրով լցվենք մեկս մեկի հանդեպ։ Ավելի զգոն լինեն մեր հանդեպ չարական տրամադրված թե անձիկ, թե ազգերը։ Այսինքն ինչքան դու քո ներսում ուժեղ ես, այնքան դերսի համար դու դառնում ես ավելի անխոցելի։ Միասնականության մեջ է ուժը։ Միասին ենք ուժեղ ենք։ Մենք ունենք մշտական թշնամիներ։ Եվ այսօր 100-ամյակի շեմին ենք ու 100-ամյակի շեմին բնակայլեր կանեն փչացնելու մեր մտքերը, ամեն ինչ կանեն, որովհետև ոճրագործ մտածելակերպը ընդունակ է ամեն ինչի։ Չեմ կարողանում ուղղակի մեջ տեղավորել մի ռուս հասարակ ընտանիքի զինվոր նման արարք կատարի եւ կամ պիտի նա խնդխելագար լինի, խնդխելագարին ինչպես կարող են ասենք վերել որպես զինվոր ծառայության։ Այսինքն ինչ-որ բաներ կան, մեզ համար մոտ, բայց մենք հասկանում ենք, ենթադրում ենք տրամաբանորեն եւ կարծում եմ յուրաքանչյուր առողջմամբ պետք է տրամաբանի, որ ինչ-որ խնդիր կա, ինչ-որ հրահրող կա, այսինքն անպայման այս ձեռագրի հետևում մարդիկ կան, այս գործողության հետևում մարդիկ կան, պիտի բացահայտել, պիտի արի առաջ պատժել, հրապարակել այդ իրականությունը, որտեղից է գալիս, ինչու է գալիս, մենք մոտավորապես հասկանում ենք, բայց որտեղից շատ կարևոր է, որ մենք բացենք։ Լոռեցիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Մենու Աբրուդյան. Ես չեմ ուզում տվյալ դեպքում առաջնորդվեմ հավատով կամ ենթադրություններով, այլ ճիշտ կլինի առաջնորդվել երկրի սահմանադրությամբ, օրենքներով եւ փաստերով։ Մենք ազատ, անկախ, ինքնիշխան պետություն ենք եւ մեր երկրում յուրաքանչյուր նման դեպք պետք է անկախ ազգությունից, անկախ դեպքի մանրամասներից պետք է քննությունը վարվի մեր երկրի օրենսդրությամբ։ ՄԻԳ հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Նարինե Մաթևոսյան. Խիստ կասկածում եմ, որ մտավոր խնդիրներ ունեցող մեկը կարող է ծառայել ռուսական բանակում, առավել եւս զենք կրել, այդ զենքով փախչել բանակից։ Մի հռետորական հարց ունեմ, էլի քանի նման մտավոր հետամնաց ունենք, որ ծառայում է ռուսական բանակում Հայաստանի տարածքում։ Մենք միասնություն ենք եւ պահանջատեր ենք նաեւ այստեղ այս հարցում։ Պահանջում եմ, մեղավորի դատարանը պետք է կայանի Հայաստանի Հանրապետության դատարանը։ Բանաստեղծ Ռաֆայել Մարգարյան. Ես այս ողբերգության հետևում այն երկու ստահակների ականջներն եմ տենում, որ տարիներ առաջ մեր ողերին բարեկամները պարտադրեցին։ Եթե չպարտադրվեր նախկինը, որ ինքնաձիգը ձեռներին նույն Գյումրվա հրապարակ եւ շուկայում կներեք արտահայտությանը սփռռում էին այդ նույն ազգի ներկայացուցիչները, եթե այն ժամանակ դրած ականջը տեղին ոլորվեր, այս ողբերգությունը տեղի չէր։ Ես համոզված մեր ազգի անհետևողականությունն է դա։ Արդեն որ երրորդ 100-ամյակը քրիստոնեությունից այս կողմ մենք դարձել ենք մի տեսակ անհետևողական։ Հույսը դնում ենք Աստծո վրա, չգիտես ում վրա, ու մենք չենք ուզում գործել։ Մեր անելիքը չգիտենք։ Իշխանությունից որևէ պահանջ ունեք։ Երկրորդ հարկում վարված լույս կա, մեր իշխանություններն են։ Ուր է դրանից մեծ պահանջ։ Ինձ թվում է այդ ստահաջին իրենց մեջքենայով վերել, այդտեղ վեր են գցել, հետո եկել են հավաքել տարել։ Այ ինձ տենց իհարկե։ Դա մենադի բան չի։ Մի մարդը հայ 7 հոգյանոց ընտանիքը գնդակահարի մի ստահակը, նա ինչ էր իրանից ներկայացնում են ոչիլը։ Չէ՞ որ երկու տղամարդ կար այդ տանը, երկու հայ տղամարդ կա։ Մենք միջև անգամ Սումգայության ողբերգությունը միջև վերջ չբացահայտեցին։ Միջև վերջ մեր բողոքը տեղ չհասցրինք աշխարհով մեկ։ Ընդհանրեն աղմտեցինք, անցավ գնաց։ Պահանջեցինք, բայց ոչ այնպես, որ տեղ կհասնեց։ Տեսնում եք մեր մոտ թուրքերը, նոր թուրքերը, կամ նախկին թուրքերը, ադրբեջանցիները ոնց են իրենց մի քանի
մանր-մունր դեպքերը ներկայացնում աշխարհով։ Մենք մեր մեծը չենք կարողանում ներկայացնել։ Դա նշանակում է, որ մենք ոչ թե միասնական չենք, այլ մեր ուղեղները չենք միատեղում, մեր մտածելիքը նույն ուղով չենք տանում։ Չէ, ասա մեր հայ վարորդին ոնց խայտարակեցին։ Հա, տնոց շոր հանգցրին։ Ինչ արեցին, դե նայել Հայաստանի քաղաքացիներին չի չտվեցին Հայաստանում։ Այն մտածված էր, նա մտածված չէր արել։ Պատահար էր ընդհանրապես։ Ես համարում եմ, որ ինձ էլ են սպանել, տարբերություն չկա, չեմ ուզում որևէ քաղաքական, ինչ գնահատական բան, որովհետև ոչ մի բան չգիտեմ, Աստծուն է հայտնի, թող Աստված այդ դատաստանն անի, բայց չգիտեմ, եթե խոսեմ կամ պետք է հայհոյեմ, կամ պետք է տերորիստ դառնամ, գնամ ինչ-որ մեկին սպանեմ, կամ չգիտեմ, ինչպես ամբողջ ժողովուրդը հոգեկան աշխարհը ստակնու վրա է, չեմ կարող որևէ բան ասել։ Խոսքեր չեմ գտնում ասելու։ Մենք եկել ենք սքալու Ավետիսյանների ընտանիքի մահը եւ մեր բողոքն արտահայտելու կատարված ոչրագործության նկատմամբ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուրս կարող է իր ընտանիքում իր տանը մորթվել, սպանվել։ Սա մարդկային արարք չէ, ես չգիտեմ ինչպես որակեմ, իրոք որ սա մրկեցուցիչ արարք է։ Եվ ես կարծում եմ, որ մենք պիտի մի բռունց կազմենք, քանի որ պատմությունը հակում ունի նաեւ կրկնվելու, նմանատիպ դեպք էլի է գրանցվել տարիներ առաջ, հետեւաբար պետք է ինչ-որ ձևով կարողանանք ազդել ընթացքի վրա եւ ինչ-որ միջոցներ ձեռնարկել։ Լոռի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նայինե Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Աշխարհի բոլոր բանտերի կալանավորներին խնդրում եմ, ուր էլ ընկնի այս վիժված գազանը, կտոր արեք, վրան աղ լցրեք եւ դանդաղ մահվան հասցրեք, որ ինքն իր սատկելը զգա։ Դա էլ չի սփոփի մեզ։ Աղբերը բանտում է։ Նրան էլ արեք նույն բանը, որ սա իմանա։ Չեմ կարծում, որ այս վշտից մի օր դուրս կգանք։ Սա մեր ժողովրդին պատուհասած հերթական այն վիշտն է, որը գրանցեց մեր Սերժ Մատյանի հերթական էջը։ Այս վիշտը երբեք չի մոռացվի եւ այսօր համարում եմ սա ազգային վիշտ։ Ավետիսյանների ընտանիքը մենք ենք, մեր ժողովուրդը, մեր ողջ ազգը։ Ես չեմ ուզում քաղաքական գնահատական տալ կամ հանձնել Աստծո դատաստանին, բայց կարծում եմ, որ ոճրագործը եւ մարդիկ, ովքեր նրա թիկունքում կանգնած են, հաստատ կպատժվեն, եթե ոչ իրավական հարթության վրա հայ ժողովուրդը նաև պատժել գիտի։ Հիշեք 1915 թվականի հայոց ցեղասպանություն կազմակերպած դահիճներին պատժեց հայ ժողովրդի զավակը։ Ես վստահ եմ, որ կշարունակվի պատիժը։ Ասպարեզ հանրային ռադիոյի եթերում Գյումրիում կատարված դեպքերի առնչությամբ իրենց կարծիքներն էին արտահայտում վանաձորցիները։